Բարև ձեզ, հարգելի գործընկերներ, սկսում ենք։ Չզեկուցվող 15 հարցերի փաթեթի հաստատումից հետո կառավարությունն այսօրվա նիստում անցավ օրակարգային զեկուցվող 2 հարցին։ Գիտության ոլորտի առաջիկա 4 տարվա զարգացման ռազմավարական ծրագրին էր վերաբերում առաջինը, որն ըստ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժանա Անդրեասյանի կառավարության 26-ից 30 թվականների առաջնահերթություններից է։ 2018-ի համեմատ գիտության ոլորտի ֆինանսավորումը աճել է շուրջ 180%-ով, այն դարձնելով միջազգայինորեն մրցունակ։ Երիտասարդ գիտնականների հոսք կա նաև, նշեց նախարարը։ Այս պահին ունենք համագործակցություն ավելի քան 30 երկրների 160 գիտնականների հետ թիրախային ծրագրերի միջոցով։ Էական կապիտալ ներդրումներով հնարավոր է դարձել Հայաստանում միջազգայինորեն մրցունակ գիտական հետազոտության իրականացումը, ինչպես օրինակ բոլորովին վերջերս Երևանի պետական համալսարանում բացված արհեստական բանականության կենտրոնն է։ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց, թե որքանով է աճել վերջին տարիներին գիտնականների աշխատավարձը։ 21 թվականին լաբորանտ ճարտարագետ 67300 դրամ, 2026 թվականին 138300 դրամ նվազագույն աշխատավարձ, այսինքն աճը 105%-ով, ավելի քան կրկնապատիկ։ Ավագ լաբորանտ, ավագ ճարտարագետ 21 թվականին 76000 դրամ, 2021 թվականին 76000 դրամ, 2026 թվականին 179000 դրամ, աճը ավելի քան 135%։ Առողջության ապահովագրության հետ կապված դրական արձագանքներ կան, նշեց Նիկոլ Փաշինյանը դիմելով Անահիտ Ավանեսյանին։ Պարոն վարչապետ, կարող եմ ասել, որ ճգնաժամային խնդիրներ, ուրեմն ճգնաժամային չունենք, այո, կան տեղային խնդիրներ, նորից պիտի ասեմ, ուրեմն համակարգի տեղեկատվական առումով։ Մենք ունենք նաև որոշակի խնդիր ներկայացնեմ, պարոն վարչապետ, քանի որ պետական ապահովագրական այս երաշխիքը տրամադրվում է 65+ անձանց համար, նաև միայն եթե անձը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է եւ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ է, նույնը նաև մինչև 18 տարեկանների համար, այստեղ ունեինք դեպքեր, երբ որ անձը, օրինակ երեխայի համար անձնագիր չի հանել եւ այդ պատճառով նրա քաղաքացիության փաստը մենք չենք մեր բնակչության պետական ռեգիստրում ֆիքսված մեզ մոտ ունեցել։ Հավանության տրվեց նաև Հայաստան դիմակայուն Սյունիք ծրագիր հատուկ ներդրումային պատուհան 1 ֆինանսական պայմանագրի շրջանակում նախատեսված խորհրդատվական ծառայությունների վերաբերյալ համագործակցության հուշագրին։ Ծրագիրը միտված է Սյունիքի մարզում բնակչության համար հուսալի եւ անվտանգ խմելու ջրամատակարարման հասանելիության բարելավմանը, համայնքների սոցիալ-տնտեսական դիմակայունության բարձրացմանը, տեղահանված եւ տեղակայված ընտանիքների ինտեգրմանը։ Հայաստանում 2025 թվականի ձմեռային զորակոչի անցկացման ժամկետը եւս հունվարի 31-ից երկարաձգվում է մինչև 2026 թվականի փետրվարի 13-ը ներառյալ։ Որոշման նպատակն է 2025 թվականի ձմեռային զորակոչին ենթակա քաղաքացիներին անհարկի տարկետումներ տրամադրելու կամ նրանց բժշկական փորձաքննությունը 26 թվականի ամառային զորակոչ տեղափոխելու դեպքերը բացառելը։ Գործադիրի մեկ այլ որոշմամբ էլ մայիսի 4-ի աշխատանքային օրը կտեղափոխվի ապրիլի 18, որը շաբաթ է։ Պատճառը Հայաստանում անցկացվելիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի անցկացումն է։ Պարոն վարչապետ, այդ օրերին հատկապես ամսի 4-ին փոքր կենտրոնը ըստ էության փակ է լինելու, որովհետև ինչպես նշեցի, շուրջ 50 երկրների ղեկավարներ են այստեղ լինելու, հյուրանոցային ամբողջ տնտեսությունը զբաղված է լինելու, դրանք հիմնական կենտրոնում են, երթևեկը այստեղով է կազմակերպելու, այդ պատճառով նաև հաշվի առնելով երթևեկության ծանրաբեռնվածությունը Երևանում, այսպիսի որոշում ենք կայացնում։ Շատ լավ, դա հաշվի է պետք առնել նաև, որ գործընկերները երկկողմ տարբեր հանդիպումներ են ունենում եւ այլ, այսինքն աշխատանքային ըստ էության միջավայր է դառնալու։ Հերմինե Միքայելյան, Սյունիք լուրեր։